Խաղաղություն ձեզ շատ կարճ ուզում եմ ձեր ուշադրությանը բերել եւ մեր եղբայրները իրենց իմաստության, Տիրոջ իմաստությամբ տրված խոսքերով կշարունակեն։ Իմ կյանքում ամենայն դեպս ես իմ համար մի գաղտնիք եմ բացահայտել եւ շատ կարեւորությունը դրա վրա ամեն օր կանգնում եմ եւ կուզեի ձեր հետ կիսվել շատ կարճ, որը որ մեզ իմ համար շատ անհրաժեշտություն է ամեն օր։ Գիտեք, շատ տեղեր կարող է խոսենք, ամեն օր խոսենք, բայց մի բանի վրա որ մարդը ուղղակի կենտրոնանում է, կարևորությունը համարում եւ կամաց դրա մեջ ապրում է, որտեղ դրա կարիքը շատ է ունենում։ Որն է այդ գաղտնիքը։ Գիտեք, սատանան իր անունը Գող է։ Մեր Տեր Հիսուսը անվանում է Գող, գողացող։ Իսկ ի՞նչն է գողանում, սիրելի քույր եղբայրներ, ի՞նչն է գողանում։ Հիմա որ մենք գալիս ենք պաշտամունքի, 2 ժամ անցնում ենք եւ գնում ենք, ի՞նչն է մեզանից գողանում։ Հեշտ նկատել եք։ Մենք լսում ենք շատ խոսքեր, Աստծո խոսքից, եղբայրների խորհուրդներ, հորդորներ, աղոթքներ, երգեր, եւ դուրս են գալիս շենքից դուրս։ Եվ մեծամասամբ սատանան գողանում է մեր ունեցած լսելիքը, միտքը, եղբայրները ինչ որ շեշտում են, ինչի մասին որ անհանգստություն են ասում, ինչի մասին որ հորդորում են, դուք բոլորդ կվկայեք, որ շատ մեծամասամբ մարդկանց միջից հանում է սատանան, գողանում է այդ միտքը։ Ես ինքս վկայեմ, դուք բոլորը ձեր մեջ կարող եք վկայել, որ պատահում է գնում ես տուն Կիրակի օրը, ուզում ես հիշես, ինչի մասին էր առաջի հենց խոսքից, երկրորդ խոսքից, ինչի մասին էր, Տերը ինձ ինչ էր ուզում ասել, բայց մտորում ես ինչ որ շատ կարևոր բաներ, մտածում ես ինչ լավ պաշտամունք էր, բայց ասենք եղել է, ես հարցրեմ ինչի մասին էր, ասում եմ շատ լավ պաշտամունք էր, բայց չեմ հիշում ինչի մասին։ Ասենք ծիծաղելի չի, շատ ցավալի է, բայց իրականություն է դա, սատանան գողանում է մեր մտքերը։ Մենք որ վերցնում ենք, հավանում ենք, որ մեր մեջ պահենք, որոշում ենք, Տեր ջան, այսօրվանից ես այսպես եմ վարվելու, որովհետև եղբայրս վկայեց, որովհետև ես աղոթքի մեջ ես հիշեցի, Աստված կպավ իմ սրտին, այս երգը երգեցի, այս խոսքերը հիշեցի, ես պիտի սենց վարվեմ, եւ դուրս են գալիս իրականությամբ, գողանում տանում։ Եվ գիտեք, մեր Տեր Հիսուս խաչելությունից հետո, երբ որ հայտնվեց իր ժողովրդին, առաջի խոսքը, առաջի մաղթանքը ո՞րն էր։ Առաջի մաղթանքը ո՞րն էր աշխարհին։ Խաղաղություն ձեզ ասես, չէ՞։ Այդ բառ ասես, չէ՞։ Ես հիմա այդ գաղտնիքի մասին եմ ուզում ասեմ շատ կարճ։ Մարդկանց ասեց խաղաղություն ձեզ, որովհետև մեր Տեր Հիսուսը գիտեր, սատանան մարդկանց միջից պիտի խաղաղությունը գողանա։ Եվ գիտեք, հենց խաղաղության մասին է խոսքը, հենց այդ բառի մասին է խոսքը, որ մենք բոլորս ամեն օր կարիք ունենք, ամեն օր, ամեն բանի մեջ, ամեն պարագայի մեջ, թե ընտանիքներում, թե գործի մեջ, թե մեր մտքում, մեր հոգում, մեր սրտում, մեր գործողությունների մեջ, մեր որոշումների մեջ։ Գիտեք, անխաղաղ վիճակում մարդ չի կարողանում քնել։ Դուք ինքներդ ուղղակի մտորենք, իրար հետ մտորենք։ Մարդ չի կարողանում աշխատել, մարդ չի կարողանում որոշումներ անել, անխաղաղ վիճակում։ Մարդ չի կարողանում անգամ հաց ուտել, անխաղաղ վիճակում։ Մարդ չի կարողանում մեկին խորհուրդ տալ, մեկին օգտակար լինել։ Գիտեք, շատ գիտնական մարդիկ, ես օրինակ հանդիպել եմ, տես մարդկանց տեսել եմ, որ ինքը ամբիոնի վարիչ է անգամ, կամ չգիտեմ, հենց առաջի դեմք երկրի ղեկավարը, երբ որ անխաղաղ վիճակի մեջ է հայտնվում, ոչ մեկին հաճելի չի, ոչ մեկին։
ինչքան էլ ինքը գիտուն լինի, ինչքան էլ իմաստուն լինի, ինչքան էլ ինքը շատ օգտակար բաներ արած լինի իր կյանքում, երբ որ այդ պարագայում ինքը անխաղաղ է լինում, ինքը պիտանի չի ոչ իրեն, ոչ շրջապատին։ Իսկ սատանան գողանում է մարդկանց միջից ամենագլխավորը։ Գիտեք, ինչը կգողանա, հարստությունը մեկա Տիրոջից չի կարող պահել, առողջությունը չի կարող պահել, ոչ մի բան, ինչ էլ որ գողանա չի կարող Տիրոջից պահել, եթե խաղաղությունը գողանա մարդու միջից, ամեն բան կարող է վերցնել այդ մարդուց։ Դրա համար ես ուղղակի խնդրում եմ եւ ինձ եւ բոլորիս հորդորում եմ եւ խնդրում եմ, որ ամեն օր մենք մտածենք խաղաղության մասին, մեր ներսի խաղաղության։ Գիտեք, երկրի խաղաղության մասին շատ կարող ենք խոսել, հավանել, չհավանել, պետության, բոլոր երկրների այս պատերազմական վիճակների, բայց այդ ամեն ինչը թողնենք մեր բանը չի, մենք մեր առաջինը մեր խաղաղության մասին մտածենք։ Ես ուղղակի խնդրում եմ, որովհետև եթե չունենանք խաղաղություն, եթե չունենանք այդ հատկանիշը, մենք չենք կարող առաջ շարժվել, մենք չենք կարող Տիրոջ իմաստությունը իմանալ, մենք չենք կարող մեր ընտանիքներում առաջ գնալ, պիտանի լինել մեր աշխատանքի վայրում, պիտանի լինել մեր եկեղեցի մեջ, պիտանի լինել մեր հարազատների մեջ։ Եթե չունենանք այդ հատկությունը, մենք շատ կարճ կյանքի տևողություն կունենանք, որովհետև ինքներդ էլ հանդիպած կլինեք, մարդը առողջություն չունի, անկողնային հիվանդ, ոչ մի բան, արդեն օրեր է մնացել, բայց նրա մեջ երբ որ զգում ես խաղաղություն, նա ամեն բան ունի եւ ինքը վկայում է։ Ասում է ես ոտքս չունեմ, ձեռքս չունեմ, օրգանիզմս ամբողջովին շարքից ելած է, բայց ես խաղաղություն ունեմ իմ Տիրոջ հետ։ Եվ այդ խաղաղությունն է որ պահում է։ Ես մի տեղ ուզում եմ կարդալ Հակոբոս գլխի 3-րդ գլխից 13 համարից։ Ձեր մեջ իմաստուն ու խելացի ով կա, թող անիկա բարի վարմունքով ցույցնե իր գործերը, իմաստության հեզությունով, ապա եթե դառը նախանձ ու ակարակցություն ունենաք սիրտերնուտ մեջ, մի պարծենաք, ու ճշմարտությունը սուտ անեք, այս իմաստությունը վերեն իջած չի, ապա երկրավոր, շնչավոր և դիվական է, քանզի ուր նախանձ ու կռիվ կա, հոն է անկարգություն և ամեն չար բաները, ապա վերին իմաստությունը նախ սուրբ է, ետքը խաղարարար, հեսլու ողորմությունով ու բարի պտուղներով լեցուն, անկողմնասեր ու անկեղծ, և, ուզում եմ շեշտել 18 խոսքը, և արդարության պտուղը խաղաղությունով կսերմանվի անոնց, որոնք խաղաղություն կնեն։ Առաջին հերթին մեզ պետք է, մենք կարիք ունենք մեր մեջ խաղաղություն ունենալ, հետո նոր շրջապատին, ընդունում եք սա։ Ես մի դեպք ուզում եմ պատմել և ավարտենք իմ կյանքից, որ մարդիկ իրոք խաղաղության կարիք ունեին, և ես միշտ իմ կյանքում կհիշեմ այդ դեպքը, այդ դրվագ, այդ մի պահը, որ ուղղակի ես ինքս սովորեցի, որ մարդը միայն կարիք ունի առաջին հերթին խաղաղ ներսը հանգիստ վիճակի, երբ որ մարդը հանգիստ չի լինում, ինքը չի ձգտում դրան, նա ամեն վարքյան և իրան կվնասի, և կողքերին կվնասի։ Ես խնդրում եմ ուղղակի այս դեպքը մեր մեջ հիշենք, որպեսզի սատանան չգողանա, այսօր օրինակ, որ տուն էլ գնաք, հիշեք, ասեք, օրինակ ես մի եղբայր ինչի մասին խոսեք, որպեսզի սատանան չգողանա այդ խոսքերը։ Եվ դա մեզ պահելով մենք օրեօր կաչենք և օրեօր Տերը մեզ ողորմություն կանի։ Ես դա եմ խնդրում ընդամենը։ Ուրեմն հիշեցի, նորից կասեք պատերազմից չէ, ուղղակի իմ կյանքում, գիտեք, խաղաղության գինը գնահատող մարդիկ միշտ անխաղաղ վիճակների մեջ ընկած մարդիկ են մեծամասամբ լինում, երբ որ կռիվների, անհանգիստ, ինչ-որ բաների մեջ են ընկել և չգիտեմ, նրանք գնահատում են շատ անգամ, գիտեք, դուք ինքներդ կմտածեք,
Եթե որ ընտանիքներում կամ երկրում կամ ինչ-որ դեպքերում լինում է անխաղաղ վիճակներ, մարդը դրանից ելնելով է երազում, գնահատում։ Անկամ հիմա մեր պետության մեջ տեսեք ինչ լոզունգներ ա, չէ, ես շատ անգամ նայում եմ լոզունգները, ասում եմ ինչ հրաշք կա, մեծ տառերով գրած է խաղաղություն։ Էս հրաշք կա մեր համար, որ մարդկանց ուղղություն ինչ-որ մի վարքյան անգամ նայում ես և զգում ես, որ կարիք կա երկրին, կարիք կա մարդկանց մեջ այդ խաղաղությունը։ Եվ հիշեցի այդ օրերը 20 թվականի դեպքերը, երբ որ կատարվում էր 44-օրյային հոկտեմբերի 15-ն էր, կարծեմ, այդ ամիսներն էր։ Ուրեմն մեր մոտ կային 3 հոգի լրտեսներ, հետախույզներ, որ իրանց բերել էին հատուկ հանձնարարություններ անելու։ Ուղղակի հուշերա հիշել եմ այս դրվագի համար։ Եվ այդ 3 հոգին երիտասարդներ են, 30 անց արդիկ են, դրանցից մեկը ինձ ծանոթ գտնվեց, որ իր օրեղբայրի մեծ ծառայել էր, ասենք, ոնց որ իրար հետ մենք ծանոթ գտնվեցինք, մտերիմ էինք եւ այլ, մի քանի օրով էին եկել։ Եվ նրանք շատ խիզախ տղաներ էին, շատ իրանք մտնում էին թշնամու կենտրոնը, հետ էին գալիս, լուրեր էին բերում, տարբեր իրանց մասնագիտություններ դա, շատ խիզախ էին։ Եվ վարպետ էին իրանց գործի մեջ։ Հրամանատարս միշտ են ծակն բաներ անում, ասում էր, շատ կարևոր գործ են անում, իմ համար շատ օգուտ են։ Ես մի անգամ իրանք երեկոյան հրամանատարս ասաց իրանց կերակրի, որ պետք է գնան շտաբ, գնան հանձնարարության գիշերով, ուշ ժամի։ Վերջը կերակրեցի, տենց ես 3 հոգին միշներից այդ իմ ծանոթը, որը որ մտերիմ ենք իրար հետ, Գևորգ անուն ասաց, ցածրանդ, ես մի բան եմ խնդրում, ինքը խելացի էր շատ, ավարտած, բան տղա էր, ու ղեկավարներ այդ 3-ի մեջի, ոնց որ ինքն էր ղեկավարում։ Ասաց մի բան եմ ուզում հարցնեմ, անհամեստ հարց, ճիշտ է ես քրիստոնյա եմ, ասենք Հիսուսին ճանաչում եմ, ասում ճանաչում եմ, մուսուլման չեմ։ Դու գիտես, որ մենք ռիսկով ենք էլի, ասենք մեր համար կյանքներս դրած է։ Գիտես, որ գնում ենք գալիս ենք կարող չգանք։ Հա, ասի Գևորգ ջան։ Եվ ասես մի հարց եմ ուզում տամ, շատերին եմ ուզեցել տամ, բայց հիմա մտածում ենք, այս մի անգամ գնալուց նախ ոչ քահանա ոչ բան էս պահին, մի հատ մենք իրար հետ պիտի խնդրեմ աղոթքանս մեր համար, որ այդ անկանք։ Չգիտեմ ինչի այդ անգամ իր սրտով էդի անցավ։ Բայց ասես մի հարց եմ ուզում տալ։ Հիսուսը խաչվել է, կյանքը դրել է։ Հիմա ես էլ եմ գնում կյանքս դնեմ։ Ես իմ երեխեքի համար, 2 երեխա ուներ։ Իմ ազգի համար, իմ ընկերների համար, իմ կյանքս գնում եմ դնելու։ Ես ինչով եմ տարբերվում, ասենք ինքն էլ է կյանքը դրել, ես էլ։ Դե անհամեստ հարց է ուզում տա, ինքը ասում է ես ուզում եմ հասկանամ ինչի՞ մա։ Հիմա ասում է ես այս վիճակի մեջ գնում ենք, հա, կյանքս դնում եմ, հարց չկա, իր խոսքերով ասած բաներ անում։ Բայց ուզում եմ հասկանամ տարբերությունը ինչու՞մ է։ Ես ինչն է, էլի, ասենք Հիսուս այն ժամանակ արել կյանքը դրել է ազգի համար, ժողովրդի համար, աշխարհի համար։ Ես էլ հիմա եմ դնում։ Եվ իմ մեջ գիտեք շատ մի տեսակ բան եղավ իմ մեջ, որ մտածեցի Տեր Աստված, այս մարդը խաղաղություն չունի իր մեջ։ Նա իր երեխու համար կյանքը դնում է, իր ազգի, իր շրջապատի, բայց ինքը մնացել է մենակ, փաստորեն մենակ ինքը փրկություն չունի, չի հասկանում այդ մասը։ Եվ Տերը ինձ մի քանի բառ այդպես, հենց Տերը անձամբ տվեց, որ ես իրան խրատեմ, ասի, տղես ասի, գիտես նույնն է, այդ գործողությունը նույնն է, դու կյանքը դնում ես, Տերն էլ է դրել, բայց տարբերությունը այն է, որ դու հիմա գնում ես, Տերը քո հետ է գնում, եւ Տերն էլ քո փրկիչն է, Տերն էլ քեզ է փրկելու, դու քո երեխեքի համար, քո ընկերների համար ես անում, բայց դու հիմա չունես քո մեջ հանգստություն, որտեղ դու մնացել ես դուրսը, չգիտես ինչի մասին է խոսքը։ Այս տղայի մեջ եւ այդպես մի 5 րոպե ժամանակ ունեին, ասին մենք չենք կարող երկար, ուղղակի
Այս տղայի մեջ մի լույս ծագեց, աշկերը փայլեց, ուրախացավ, շուռ եկեց այդ իր ընկերներին, ասում է. «Փաստորեն մենք իրեքով չենք, Հիսուսն էլ է մեր հետ գնում»։ Ինքը իր բառերով բացահայտվեց իր մեջ ինչ-որ։ Եվ գնացին մի քանի մետր, ընդամենը ոնց որ մի 50 մետր չէր անցեց, զենքերը թափեց, մեկ էլ վազելով եկավ նորից։ Ես դες զբաղված եղա, ասեց ջան, փաստորեն Հիսուսը մեր հետ է, մենք պրոբլեմ չունենք։ Եվ այդ փայլը ես մինչև հիմա հիշում եմ իր աչքերի։ Ճիշտ է, իրանք այդ օրը հետ չեկան, վերջ արդեն շրջափակում եղավ, մնացին այնտեղ։ Բայց իմ մեջ տպավորվեց մի բան, որ ամենադժվար պահին, եթե մարդու հետ Հիսուսն է, եթե խաղաղությունն է նրա մեջ, ես եմ ուզում շեշտեմ, եղբայրներ, քույրեր, որ եւ ամրապնդվում է իմ մեջ Աստծո խոսքից շատ դեպքեր, կրակի հնոցում այդ 3 եղբայրները խաղաղ էին, հիշում եք, Սեդրակ, Միսակ, Առյուծի գուբում Դանիելի հետ Տերն էր եւ նա խաղաղ էր։ Եվ այդպես շատ դեպքեր կարող ենք հիշել Աստծո խոսքից, որ Տերը մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը կրակի մեջ էլ է խաղաղություն, հիվանդության մեջ էլ է խաղաղություն, նա չի փոխվում։ Եվ կխնդրեմ քույրեր եղբայրներ, մենք այդ օրինակները, Աստծո խոսքից բերված այդ դեպքերը միշտ հիշենք, որ մենք ինչքան էլ իմաստուն լինենք, ինչքան էլ նարության տեր լինենք, ինչ էլ որ լինենք, մենք խաղաղության կարիքը շատ ունենք եւ ամեն օր շատ ունենք, ամեն օր, ոչ թե մի անգամ բավարարվենք մի տարով, այլ ամեն օր մենք կարիք ունենք։ Ես ուղղակի կարող եմ կրկնվել իմ եղբայրներիս ասածով կամ շատ տեղեր որ ասել եմ, խաղաղության կարիքը մենք ամեն օր ունենք, ոնց որ այս թթվածինը մենք չենք շնչում եւ հաջորդ օր ասում հերիքա հոգնեցինք շնչելուց, կամ այդ հացը որ ուտում ենք, կամ այդ ջուրը որ խմում ենք, մենք ամեն օր կարիքը զգում ենք, պակասում է եւ կարիքը զգում ենք, այդ օդի կարիքը զգում ենք, այդ ջրի կարիքը զգում ենք։ Դրա համար ես խնդրում եմ մենք ամեն օր մեր մեջ հիշենք այս մասին, որ սատանան չգողանա մեզանից այդ խաղաղությունը։ Մենք կարողանանք պահել այդ խաղաղությունը մեր մեջ, որովհետև այստեղ ասում է, հիշում եք նորից կարդամ, ասում է. «Եվ արդարության պտուղը խաղաղությունով կսերմանվի անոնց, որոնք խաղաղություն կունեն»։ Արդարության պտուղ է դա։ Եվ Աստված սերմանում է այն մարդկանց, ովքեր խաղաղություն են անում, այսինքն ձգտում են դրան, դա մեր ձեռքն է, մենք պիտի կամենանք։ Մեզ ոչ մեկ չի զորով բերելու։ Մենք պիտի կամենանք, որ Աստված իր խաղաղությունը դնի մեր մեջ։ Աղոթենք։